Եթերում 02-ի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը։ Ներքին գործերի նախարարությունը միավորում է ջանքերը խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով, կայացել է աշխատանքային խմբի նիստ։ 2024 թվականի լավագույն քրեական ոստիկանը Էդուարդ Հարությունյանն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը։ Խորհրդակցությանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մանրամասնել է փրկարար ծառայության զարգացման տեսլականը, ներկայացրել ներքին գործերի նախարարության կողմից ոլորտային քաղաքականության մշակման առանձնահատկությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ներքին գործերի նախարարության բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում եւ ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները։ Մասնավորապես ներկայացվել են մանրամասներ ներքին գործերի նախարարության կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության նկատմամբ հսկողության իրականացման, արտակարգ իրավիճակի պայմաններում ոլորտի հանրապետական մակարդակի համակարգման, այս ոլորտներին առնչվող պարտադիր ապահովագրության, պահանջների սահմանման եւ չափորոշիչների մշակման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաեւ փրկարար ծառայության նոր կառուցվածքին, Երևանի եւ մարզային փրկարար վարչության տիպային կառուցվածքին։ Մասնավորապես քննարկվել են արտադրական վտանգավոր օբյեկտների պարտադիր ապահովագրման գործընթացին, միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծմանը, ահազանգի սպասարկմանը, փրկարար ծառայողի պատրաստմանը եւ վերապատրաստմանը, փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովվածությանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքներ իրականացնել արտադրական վտանգավոր օբյեկտների պարտադիր ապահովագրման գործընթացի ուղղությամբ։ Վարչապետը կարևորել է համաժամանակի աշխատանքների իրականացումը գեոպորտալում արտադրական վտանգավոր օբյեկտները լրացնելու եւ պոտենցիալ վտանգ ներկայացնող գույքերի հայտնաբերման ուղղությամբ։ Ապրիլի 16-ից օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակում է աշխատանքը գերժամանակակից համալիրում։ Կենտրոնը հետևողականորեն ընդլայնում է գործառույթները արձագանքելով ժամանակակից մարտահրավերներին ու քաղաքացիների կարիքներին։ Առաջիկայում կներդրվի ճանապարհատրանսպորտային պատահարների կառավարման պարզեցված մոդել։ Տեխնիկական աննախադեպ վերազինում, մասնագիտական նոր թիմ եւ շուրջօրյա սպասարկում։ 2025 թվականի ապրիլի 16-ից օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակում է աշխատանքը գերժամանակակից համալիրում։ Սա միայն կենտրոնի շենքային պայմանների փոփոխություն չէ, այլ օպերատիվ իրավիճակի վերահսկման որակապես նոր մակարդակի անցում։ Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնը իրականություն դարձավ Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերով եւ միջազգային գործընկերների ԱՄՆ-ի եւ ԵՄ աջակցությամբ։ Կենտրոնում ներդրված լուծումները համատեղում են ժամանակակից տեխնիկական հնարավորություններն ու աշխատանքային հարմարավետ պայմանները։ Կենտրոնում տեղադրված սեղանները բարձրացվող են, ինչը հնարավորություն է տալիս 24 ժամվա լարված աշխատանքի ընթացքում, երբ որ ժամանակ չենք ունենում, այսինքն սրահից երկար բացակայելու, կանգնած աշխատել, թեթևացնում է ֆիզիկական լարվածությունը եւ ավելի հարմար է։ Նշեմ եւս մեկ առավելություն՝ ձայնամեկուսիչ ապակիները, ինչը թույլ է տալիս զանգի ընթացքում խուսափել ավելորդ աղմուկից եւ ավելի արագ սպասարկել ահազանգը։ Ծրագրային նոր լուծումների եւ ներդրված տեխնիկական նորագույն համակարգերի շնորհիվ կենտրոնի ծառայողները անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունեն 24-ժամյա ռեժիմով ուղիղ միացումով հետևելու բարեկային ծառայության կարգախմբերի աշխատանքին։ Կապի համակարգերի ու ծրագրային նոր լուծումների շնորհիվ կենտրոնի անձնակազմը շուտով կկարողանա օպերատիվ իրավիճակը վերահսկել նաեւ թռչնի թռիչքի բարձրությունից։ Դրոնների միջոցով մեզ հնարավորություն է ընձեռնվելու հետևել խցանումներին, գտնել դրանց պատճառական կապերը եւ բարեկային կարգախմբեր ուղարկել կոնկրետ խցանման հենց վայր։ Հնարավորություն ենք ստանալու ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հետապնդելու, ինչպես նաեւ հետախուզվող տրանսպորտային միջոցները, հետևելու զանգվածային միջոցառումներին։ Անօդաչու թռչող սարքերի շնորհիվ կենտրոնի ծառայողները կկարողանան կատարել նույնականացում եւ ստացված տեսապատկերն անմիջապես փոխանցել բարեկային կարգախմբերին, էապես բարձրացնելով արձագանքման արդյունավետությունը։
Դրոնների կիրառումը լավ հնարավորություն է ինչպես օպերատիվ կառավարման, այնպես էլ արագ արձագանքման գործում։ Տեսադիտարկման դաշտը տեղափոխվելու է տեսապատ։ Նախկինում տեսապատ չի եղել, նոր գործարկված օպերատիվ կառավարման կենտրոնի մասնաշենքում է տեսապատը, որում երևում է եւ ահազանգերի քանակը։ Այս պահի դրությամբ քանի կարգախումբ է ուղարկվել, քանի կարգախումբ է ազատ։ Կենտրոնը հետևողականորեն ընդլայնում է գործառույթները արձագանքելով ժամանակակից մարտահրավերներին ու քաղաքացիների կարիքներին։ Առաջիկայում կներդրվի ճանապարհատրանսպորտային պատահարների կառավարման պարզեցված մոդել։ Պատահարի դեպքում բավարար կլինի զանգահարել միայն օպերատիվ կառավարման կենտրոն։ Ոստիկանություն։ Խոսքի եւ լսողության սահմանափակում ունեցող անձինք հնարավորություն կունենան պատահարների եւ իրավախախտումների մասին հաղորդել տեսաձայնագրության հավելվածի միջոցով։ Օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակաբար արդիականացվում է, իսկ ներդրվող գործառույթների ու քաղաքացիակենտրոն մոտեցումների նպատակը առավել հասանելի լինելն ու արագ արձագանք ապահովելն է։ Ներքին գործերի նախարարությունը միավորում է ջանքերը խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով։ Կայացել է աշխատանքային խմբի նիստ, որի ընթացքում քննարկվել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշելով կոնկրետ լուծումներ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ խոշտանգումների վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու եւ առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության, քննչական կոմիտեի, գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Մասնակիցները քննարկել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշելով կոնկրետ լուծումներ, որոնք կնպաստեն ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների կատարելուն։ Նախանշվող փոփոխությունները կհանդիսանան մարդու իրավունքները հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու գործուն միջոց, նաեւ կապահովեն անհրաժեշտ իրավական պաշտպանություն ոստիկանության ծառայողների համար նրանց գործողությունների անհարկի վիճարկման պարագայում, ստեղծելով ապացուցողական անհրաժեշտ բազա։ Աշխատանքային խմբի անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել մինչև առաջիկա հանդիպումները կրկին վերհանել կոնկրետ խնդիրներ եւ մշակել հստակ լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների առավել ամրապնդման ուղղությամբ։ Օրերս ոստիկանության մի խումբ վետերաններ պարգևատրվել են իրավակարգի ամրապնդման համար օրենքի պատվար մեդալներով եւ ոստիկանությունում գերազանց ծառայության համար կրծքանշանով։ Նրանց փորձն ու մասնագիտական ուղին մշտապես օրինակ են ոստիկանության ծառայողների համար։ Ապրիլի 26-ին ներքին գործերի նախարարության ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Պարգևատրվում էին ոստիկանության վետերանները, որոնց փորձն ու մասնագիտական ուղին մշտապես օրինակ են ոստիկանության ծառայողների համար։ Շնորհավորական եւ շնորհակալական խոսքեր հղելով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի անունից նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հանցագործությունների բացահայտման ուղղված աշխատանքներին ակտիվ մասնակցության, հասարակություն ոստիկանություն կապի ամրապնդմանն օժանդակելու, ինչպես նաեւ ոստիկանության օրվա ապրիլի 16-ի կապակցությամբ ոստիկանության մի խումբ վետերանների պարգևատրել է իրավակարգի ամրապնդման համար օրենքի պատվար մեդալներով եւ ոստիկանությունում գերազանց ծառայության համար կրծքանշանով։ Ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը իրավապահ համակարգի կայացման ու ամրապնդման գործում կարևորելով ոստիկանության վետերանների դերը նշել է, որ այսօր էլ մեծ է նրանց ներդրումը իրավախախտումների եւ հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման աշխատանքներում։ Բարևարկությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցել երկօրյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էին ոստիկանության, փրկարարծառայության, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության աշխատակիցները։ Ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ինչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը եւ ինչպես է սահմանվում շահերի բախման հասկացությունը։ Այս եւ այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած բարևարկության հարցերով վերապատրաստման օրակարգում։ Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարևարկության համակարգի վերաբերյալ ներքին գործերի նախարարության հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր ոստիկանության, փրկարարծառայության, միգրացիայի եւ քաղաքացիության
կառավարության ծառայության 260 աշխատակից։ Վերապատրաստումը կազմակերպվել էր հանրային ծառայողների բարեվարկության պլանի շրջանակում։ Այն անցկացվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ համատեղ։ Քննարկման առարկա են դարձել բարեվարկության համակարգի տարրերի կարևորության, ծառայողների վարքագծի կանոնների պահպանման եւ այլ թիրախային հարցեր։ Մասնագետները ներկայացրել են գործնական օրինակներ, որոնք կնպաստեն կոնկրետ իրավիճակներում հանրային ծառայողների կողմից բարեվարկության կանոնների պահպանմանը։ Նման վերապատրաստումները շարունակական են։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզանների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ 2024 թվականի լավագույն քրեական ոստիկանի համոզմամբ լավագույն լինելը սկսվում է հավատից, հավատ սեփական կարողությունների, համակարգի, ինչպես նաև արդարության նկատմամբ։ 2024 թվականի լավագույն քրեական ոստիկանը Էդուարդ Հարությունյանն է։ Քրեական ոստիկանությունում ծառայությունը լի է մարտահրավերներով, պատասխանատվության ու պայքարի դրսևորումներով։ Այդ ճանապարհին առանձնանում են ծառայողներ, որոնք նվիրվածությամբ, աշխատասիրությամբ ու մասնագիտական հմտություններով դառնում են օրինակելի։ Այդպիսի ծառայողներից է քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ավագ քրեական ոստիկան Էդուարդ Հարությունյանը, 2024 թվականի լավագույն քրեական ոստիկանը։ Ի սկզբանե համակարգում ծառայելու ցանկությունը ինձ մոտ եղել է, քանի որ ընտանիքում միշտ եղել են ոստիկաններ, ոստիկանության ծառայողներ, պապիկիս հայրիկը, պապիկս, հայրիկս դեռ բոլորը ծառայել են ոստիկանությունում, ես եմ արդեն ընդունվել համակարգ եւ աշխատում եմ ոստիկանությունում։ Ամենօրյա պայքար ենք տանում հանցավորության դեմ եւ ամենօրյա ռեժիմով օգնում ենք քաղաքացիներին, հասարակությանը։ 2024 թվականի լավագույն քրեական ոստիկանի անմիջական ղեկավար Աղվան Գրիգորյանը նրան բնութագրելիս առանձնացնում է հաստատական բնավորությունն ու մասնագիտական բարձր որակները։ Գրիգորյանի խոսքով ավագ լեյտենանտ Հարությունյանը ցանկացած հանձնարարության մոտենում է պատասխանատվությամբ եւ կատարում հետեւողականորեն։ Քրեական ոստիկանության ստեղծման օրվանից Էդուարդ Հարությունյանը աչքի է ընկել իր բարձր գիտելիքներով, ընկերասիրությամբ, պատասխանատվությամբ, կցանկանայի շեշտել մասնավորապես իր տեղեկություններով հայտնաբերված մեծ քանակի զենք զինամթերքին, թվով 29 մարտական տարբեր տեսակի ատրճանակների եւ 1000-ից ավելի զինամթերքի մասին է խոսքը։ Ունի բացահայտած տարբեր տեսակի հանցագործություններ, հետախուզվողների հայտնաբերում։ Գործընկերները վստահեցնում են, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում Էդուարդ Հարությունյանը կարողանում է դրսևորել կենտրոնացվածություն եւ սառնասրտություն։ Նրա համար մարդկանց անվտանգությունն ապահովելն ու հանցավորության դեմ պայքարը կենսակերպ է, անկախ կոչումների կամ պարգևների արժանանալու հանգամանքից։ Եվ հենց այդ նվիրման ու ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքում էլ Էդուարդ Հարությունյանը 2024 թվականին հայտնաբերել է առանձնապես ծանր հանցանքների, այդ թվում սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 3 անձի։ Էդուարդ Հարությունյանը ոստիկանության օրինակելի ծառայող է, կարողանում է ճիշտ կողմնորոշվել օպերատիվ բարդ իրավիճակներում, հուսալի գործընկեր է, բանիմաց է, չի զլանում երբեք կիսվել իր գիտելիքներով գործընկերների հետ։ Ցանկացած դեպքի վայր մեկնելիս մենք մեզ ավելի վստահ ենք զգում, երբ Էդուարդ Հարությունյանը մեզ հետ է լինում, լավ մարդ, լավ ընկեր, քրեական ոստիկանության ծառայողն, ով ունի բարձր մասնագիտական հմտություններ, ինչն այսօր անփոխարինելի է հանցավորության դեմ պայքարում։
Էդուարդ Հարությունյանի համոզմամբ լավագույնը լինելը սկսվում է հավատից, հավատ սեփական կարողությունների, համակարգի, ինչպես նաև արդարության նկատմամբ։ Եվ հենց այդ հավատն է նրան առաջ մղող մշտական ուժը, երբեք չհանձնվելու եւ հանուն ճշմարտության մինչև վերջ պայքարելու համար։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապվիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը ներկայացնենք մեկ տեսաշարով։ Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Արթաշեն բնակավայրի 3 բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-ից 199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող եւ կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա Հարտաշենցու վարած բեռնատարը։ Գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են ավտոմեքենայում։ Ապրիլի 20-ին ժամը 17:17-ին բեռնատարը հայտնաբերվեց նույն ավտոճանապարհին։ Վարորդը 36 եւ 17 տարեկան ուղևորները գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին ու ներկայացվեցին Սիսիանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խոզարկությամբ մեքենայում հայտնաբերվեցին ավելի քան 1600 մետր ալյումինե հաղորդալար եւ ալյումինե դետալներ, նաեւ հանցագործության գործիքները, էլեկտրական մետաղահատիչ, շարժիչային գեներատոր, ակցան։ 33-ամյա վարորդի տան եւ օժանդակ շինությունների խոզարկությամբ հայտնաբերվել են նույն տեղից գողացված հաղորդալարեր, հեղիոս մանեկներով արկղեր, մետաղյա դետալներ։ 3 անձի մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանապակ պատասխանատվության մի ընկերության 38-ամյա տնօրենը Արմավիրի մարզի Նոր Արտագես գյուղում գտնվող իրեն եւ ազգականին պատկանող ընդհանուր 3.1 հեկտար հողամասերում 2024 թվականի հունվարից մինչ օրս ձկնաբուծարան կառուցելու պատրվակով առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում։ Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանված շուրջ 50,000 խորանարդ մետր ավազակոպճային հանույթը մոտակա տեսակավորման կետից իրացրել է շուրջ 330 միլիոն դրամով։ Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ապրիլի 23-ի երեկոյան ոստիկանություն զանգահարած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի օգոստոսի 23-ի փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր։ Դեպքի վայր է մեկնել քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, որ ահազանգին նախորդած 5 օրերին տանը մարդ չի եղել, իսկ վերադառնալով տանտիրուհին նկատել է, որ հյուրասենյակի պահարանից հափշտակել են 1 թևնոց ու 3 մատանի, պատճառելով մոտ 350,000 դրամի վնաս։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել են, որ բնակարանային գողությունը կատարել է Արտաշատի բնակիչ 32-ամյա մի տղամարդ։ Վերջինս ներկայացվել է նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը ներքին գործերի նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է, ինչը պարբերաբար փաստվում է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերը մի քանի անգամ գերազանցող խմբաքանակների հայտնաբերումներով։ Հերթական բացահայտումը այս դեպքում թմրամիջոցների մաքսանենգության արձանագրվել է մայիսի 1-ին։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ հետախուզական ծավալուն միջոցառումներով տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող 52-ամյա մի տղամարդու ուղեբեռում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Տեղեկությունը փոխանցվել է պետական եկամուտների կոմիտե համապատասխան հսկողություն սահմանելու նպատակով։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարող քրեական ոստիկանները օպերատիվ տվյալները վերջնականապես իրացնելիս համագործակցեցին պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ համայնքային ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում Աթենք Երևան չվերթի ժամանումից հետո մաքսային զննման ենթարկվեց 52-ամյա տղամարդու ուղեբեռը, հայտնաբերվեցին ընդհանուր 4000-ից ավելի էքստազի տեսակի թմրամիջոցի հաբեր, 970 գրամ կոկային, 885 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, 5 գրամ նույն հաբի վնասված կտորներ, ինչպես նաև տարբեր գրառումներով 15 դեղապատիչ։ Հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցում է առնվազն 200 միլիոն դրամը։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, 52-ամյա տղամարդը ձերբակալվել է, հանգամանքները նախաքննության պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։ Եթե ձեզ զանգահարեն եւ առաջարկեն, որ ձեր հեռախոսում կարող եք տեղադրել հատուկ ծրագրեր, որպեսզի 5G ցանցի անդամ դառնաք, դա սուտ է։ Խարդախության նոր տեսակ է տարածվել։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը կիբերմարտահրավերի շրջանակներում մանրամասն ներկայացնում է, թե ինչ պետք է անել, եթե ստանաք կամ արդեն ստացել եք նմանատիպ զանգեր։ Ողջույն, ես Հայկ Մկրտչյանն եմ։ Այսօր կխոսենք մեր հանրապետությունում նոր տենդենս ապրող հերթական հանցագործության մասին՝ 5G ցանցի թարմացում։ Ահա այս պատրվակով հանցագործները կարողանում են թիրախավորել մեր քաղաքացիների ֆինանսական միջոցներ։ Ինչպես է տեղի ունենում հանցագործությունը։ Հանցագործները զանգարում են մեր քաղաքացիներին եւ առաջարկում են տեղադրել հատուկ ծրագրային միջոցներ, ինչը հնարավորություն կտա մեր քաղաքացիներին ունենալ ավելի գերարագ ինտերնետ եւ միանալ 5G ցանցին։ Այն քաղաքացիները, որոնք համաձայնվում եւ տեղադրում են հանցագործների կողմից ուղարկված ծրագրային միջոցը, դառնում են հանցագործության զոհ։ Այդ ծրագիրը իրենց բջջային հեռախոսում տեղադրելուց հետո հանցագործները կարողանում են ամբողջությամբ հասանելիություն ստանալ քաղաքացիների բջջային հեռախոսին եւ նրանում տեղադրված տարբեր on-line banking հավելվածներով իրականացնել ֆինանսական գործարքներ, այսինքն հափշտակել բանկային համակարգերում առկա դրամական միջոցները կամ ձևակերպել նոր վարկեր։ Ընդ որում հեռախոսազանգերը հիմնականում տեղի են ունենում ռուսերեն լեզվով։ Պետք է հստակ գիտակցել, որ հայկական ընկերություններից իրականացվող հեռախոսազանգերը լինում են հայերեն, սակայն չի բացառվում, որ հանցագործները ձեզ հետ փորձեն շփվել հայերեն լեզվով։ Ուստի նման հեռախոսազանգ ստանալուց հետո պետք է անմիջապես ընդհատեք այդ հեռախոսազանգը եւ կապ հաստատեք այն ընկերության հետ, որի անունից իրականացվել էր հեռախոսազանգը, պարզելու թե արդյոք այդ հեռախոսազանգը իրականացվել էր հենց այդ ընկերության կողմից։ Իսկ եթե դարձել եք հանցագործության զոհ, անհրաժեշտ է դիմել ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանությունում մասնագիտացված կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչություն։ Ձեզ հետ Հայկ Մկրտչյանն է, կհանդիպենք։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։